Սիրով ողջունում եմ ձեզ իմ շատ սիրելի բաժանորդներ ջան։ Ուրեմն այսօր միասին պատրաստելու ենք շատ համեղ, ես կասեի ամառային ճաշ կամ ուտեստ, որը ինչ որ կերպով նման է խաշլամային ու շատ նպատակահարմար է տարվա այս եղանակին։ Ուրեմն վերցրել եմ տավարի այսպիսի մի կտոր, նախ եւ առաջ միսը իհարկե լվացել եմ։ Ինձ մոտ ստացվեցին այսպիսի հետաքրքիր կտորներ, իմիջիայլոց կարող եք վերցնել ցանկացած միս, այսինքն թռչնամիս, գառան միս, որն էլ սիրում եք, այս ճաշատեսակի մեջ կլինի։ Այնքան զգուշորեն է մշակում միսը, այն որ այսպիսի խոշոր յուղերը ես ամբողջությամբ հեռացնում եմ, մենք չենք սիրում, որ հալվում է ճաշի մեջ, սիրելիներս։ Վրան ջուր եմ ավելացնում ու դնում եմ եփի, սկզբում կափարիչով չեմ ծածկում, որպեսզի ուշադիր լինեմ, քափը հավաքեմ։ Ուրեմն եռալուց հետո միսը եփում եմ շատ մարմանդ կրակի ներքո, կափարիչը այսպես հերմետիկ փակ, ուղիղ 1 ժամ սիրելիներս։ Պատրաստ է միսը, այն մի փոքր հասցրել է սառչել, ինչ ես զբաղված էի ուրիշ գործերով, սրան կանրադառնանք մի քիչ ուշ, ասեմ որ շատ համեղ է բուրում։ Ուրեմն ճաշը պատրաստելու համար վերցրել եմ մի փոքր ավելի մեծ ու խորը կաթսա ու մի շարք բանջարեղեն, այստեղ ունեմ տարբեր տեսակի, ուրեմն կարտոֆիլ, պղպեղ, սմբուկ, սոխ, լոլիկ, քանի դեռ ամառ է, օգտվում ենք բարիքներից, վերցրել եմ նաև բամիա, շատ եմ սիրում բամիա ու բազմիցս ասել եմ, որ սառցախցիկում շատ լավ է պահպանվում, կարելի ասել, որ համից չի ընկնում։ Ուրեմն բանջարեղենները այսպես կկտրտեմ ու կնախապատրաստեմ, այսպես հարմար է աշխատել։ Տեսեք, շատ չեմ մանրացնում, ոչ մի բաղադրիչ։ Եթե որևիցե մի բանջարեղեն ձեր տան անդամները չեն նախընտրում, չեն սիրում, բաց եք թողնում բաղադրատոմսից, անցնում եք առաջ։ Պղպեղը, կացու պղպեղել եմ վերցրել, կարտոֆիլ, օրինակ դուք ամռանը ինչ ճաշատեսակներ եք նախընտրում, գրեք ես էլ իմանամ, սոխ, իդեպ սոխը կարող եք այսպես հում օգտագործել, կարող եք սկզբից սոխերած պատրաստել, նոր օգտագործել, ասեմ որ գրեթե տարբերություն չկա, այնպես որ օգտագործեք ինձ այսպես ու արագ ձեր ճաշը ավարտեք, քանի որ սոխը բավականին մեծ էր, ես կեսը կվերցնեմ ու մի լավ լոլիկ ենք օգտագործելու, էլ ինչ ամառային ճաշ առանց լոլիկ, չէ՞։ Քանի որ մեկ հատ է ինձ հարկավոր, էլ եռմանջուրով չեմ ցողում, արագ այսպես կլպում եմ, բարակ կեղավ է։ Սկզբի համար կդնեմ այս լոլիկի կեսը, երբեք տախտակի վրա լոլիկը չեմ մանրացնում, քանի որ միշտ լոլիկը գրեթե միշտ ջրալի է լինում եւ այդ ամբողջ հեղուկը տախտակով մեկ ծորում է, տախտակից էլ կաթսայի մեջ դա հեչ հաճելի չէ։ Ու հիմա այսպես շարում եմ ամեն ինչից մի քիչ, չէ որ բաղադրիչները վերջանան։ Սոխը, եթե խոշոր ոսկոր կա, հեռացնում ենք։ Իմիջիայլոց եփելու ընթացքում մսին մի փոքր աղ եմ արել, մի փոքր։ Հիմա նորից էլի շերշերտ ավելացնում եմ մնացած բանջարեղեններից, ինչքան որ մնացել է, այս ճաշատեսակը շատ համեղ է, երբ որ կծու է լինում։ Հուսով եմ, այս մի բառը կարդարացնի իրան։
Հա, իդեպ ժողովուրդ ջան, այս կաթսաները, մնացած որոշ խոհարարական իրեր շատ եք հարցնում, որտեղից եմ ձեռք բերում։ Եթե բնակվում եք Հայաստանում, ձեր հայրենիքում, ապա Փեթակարևտրի կենտրոն, ուղղակի փոքրիկ մի հատ տաղավար է, բայց շատ ջերմ տաղավար է, ու ոնց որ մերին է ասում, այն տակերից էլ ինձ ինչ որ պետք է ես գտնում եմ, այդպեսին եմ ես պարզապես աչքիցս ոչինչ չի վրիպում։ Հա, 96 տաղավար Մերի Փարսադանյան, համեցեք Մերին ձեզ սիրով կսպասարկի, չէ Մերի։ Հələ կոմենտ գրի։ Ունենք մենք նմանատիպ հայկական ճաշ, որը կոչվում է այլազան։ Պարզապես այլազանի բաղադրիչները մի փոքր այլ են, սիրելին ես, եւ պատրաստման եղանակը նույնպես, կտրտման ձևը եւ այլն, այնպես որ այնտեղ այլազան, մեկը կասի աջափսանդալը ընդհանրապես ուրիշ բան է, աջափսանդալի մեջ էլի նույն բաղադրիչներն են գնում, պարզապես ամեն բաղադրիչ մի փոքր տապակման փուլ է անցնում, որից հետո նորից շերշեր դասավորվում է ու արդյունքում ստանում ենք բոլորովին ուրիշ համային հրավառություն, այնպես որ փորձեք տարբեր եղանակներով կզգաք, որ ճիշտ եմ ասում։ Այստեղ մեր սեզոնի թագուհին է, նույն ինքը բամյան, եթե սիրում եք ավելացրեք, պարզապես բամյան կտրում ենք այնպես, որ մի կես սանտիմ, այսպես պոչի մասից մնա, գիտեք, որպեսզի չծորա, հա, չծորա։ Սա իհարկե շատ է, ես ամբողջը չեմ օգտագործի ճաշի մեջ, պարզապես այսպես մի քանի հատ կավելացնեմ, բամյան դնում եմ, ինչպես տեսնում եք, ամենավերևում, մեջտեղներում չենք դնում, որպեսզի շատ չեփվի ու շիլա չդառնա։ Հիմա տեսեք, արգանակին մի փոքր աղարել էի, բայց մի քիչ որ կարիք ունի էլի աղ ավելացնելու, այնպես որ մի փոքր էլ այսպես կաթսայի մեջ եմ ավելացնում, շատ չէ, ու լցնում եմ արգանակը, սիրելիներս, եթե չեք ուզում օգտագործել այդ մսի արգանակը, պարզապես եռման ջուր եք ավելացնում կամ սառը ջուր, էլի կլինի Մի փոքր էլ բուսայուղ եմ անում իհարկե, չենք մոռանում, որ արգանակն էլ արդեն բավականի յուղոտ էր, իհարկե կարող եք կարագ ավելացնել, յուղ ավելացնել, ես պարզապես նախընտրում եմ ձիթապտղի ձեթ ավելացնել, մենք այդքան էլ չենք նախընտրում ոչ յուղոտ միս, ոչ էլ կարագ կամ յուղ միջին կրակի վրա և որ երը սկսվի, այդ ժամանակ իջացնեմ կրակը և կեփեմ մինչև պատրաստ լինի, դա կտևի մոտավորապես կես ժամ 25 րոպե, տեսնենք։ Ահա տեսեք, հենց սկսում է այսպես ակտիվ եռալ, էլի հերմետիկ փակում ենք, մի լավ տակը իջեցնում ենք ու մարմանդ կրակի ներքո շարունակում ենք եփել մինչև պատրաստ լինելը, դա կարող եք ստուգել հենց մեկը կարտոֆիլով։ Չեք պատկերացնի ինչ անուշ բուրմունք է գալիս հիմա, ամեն անգամ այս ճաշատեսակը պատրաստում եմ ու զարմանում եմ, այսքան էլ համով ճաշ, արագ, օգտակար և ամենահամեղը սիրելիներս, պատրաստեք, չեք փոշմանելու, սամիտ, համեմ, մաղադանոս, նախընտրում եմ կանաչին բավականին լավ մանրացնել, որպեսզի այն չձգվի ճաշի մեջ։ Եռալուց հետո անցել է ուղիղ 20 րոպե, հիմա ուզում եմ ստուգել տեսնել կարտոֆիլը եփել է, դե տեսնում եք, որ բոլոր բաղադրիչներն այսպես մանր էին կտրել, տեսեք ինչքան հեղուկ արձակեցին բանջարեղենները։ Մի փոքր էլ կթողնեմ, որ մատուցելուց ավելացնեմ։ Այ որ կանաչին լցնում ենք ու մի փոքր եփվում է ճաշի մեջ, ավելի համեղ է ստացվում ճաշի համը։ Ահա եւ վերջ։ Այդտակ է։ Տեսեք ինչքան համեղ է, գիտեմ, ասելու եք Ազա ջան, միգուցե մոռացար ավելացնել կարմիր, սև պղպեղ, որպես համեմունք, ասեմ, որ ոչ, միշտ չէ, որ կարմիր եւ սև պղպեղը հարց են լուծում։ Այս պարագայում չուզեցա ավելացնել, ինչ պետք է աներ կարմիր պղպեղը, միայն կարմրացներ ճաշը մի փոքր, այնպես որ իսկ սովորական պղպեղ արդեն մեջը կա ու շատ անուշ է բուրում։ Եկեք միասին մատուցենք։ Մի բան կարող եմ ասել, որ ես չէի ուզում, որ շատ ջերիկ ստացվեր,
Բայց ստացվեց այսպես էլ է համեղ, ոչինչ։ Վայ, չուտողին։ Ու մի փոքր էլ թարմ կանաչիկ ավելացնենք։ Շատ ամառային ստացվեց։ Ահա եւ վերջ։ Այսպիսի շատ համեղ ճաշ պատրաստեցինք միասին։ Տեսեք, ինչ լավ է եփել կարտոֆիլը, երբ որ այն խոշոր չէ, շատ արագ եփվում է, ինչպես նաև սամբուկը եւ մնացածը։ Հավեսով գծու է ստացվել, ու այս ամենահամովն է։ Շատ համով է։ Ինչ լավ է եփել։ Սիրում եմ, որ տավարի միսը այսպես լավ եփվում է։ Սրանից էլ համեղ ամառային ճաշ չի լինում։ Չի լինում։ Ընտիր, պատրաստում ենք, ասենք, համեմունքներով, լրիվ ուրիշ համի է ստացվում չոր կանաչիներով, չէ՞։ Իսկ առանց համեմունքների միայն այսպես աղով, լի բանջարեղենով ու թարմ կանաչիներով մի ուրիշ համային հրավառություն է։ Փորձեք ու համից չեք կշտանալու։ Միշտ եք պատրաստելու։ Այսքանը շնորհակալ եմ, որ ինձ հետ էիք եւ որ այդքան դրական եք։ Միշտ նոր շատ ու շատ համեղ հանդիպումներ։